Աղջիկներ, քույրեր եւ եղբայրներ։ Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրն է։ Պոնտոսի հույների ցեղասպանությունը Օսմանյան եւ Քեմալական Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության ամբողջության մի մասն էր։ Այն առանձին ցեղասպանություն չէր, ինչպես առանձին չէր հայերինը եւ ասորիներինը։ Թուրքերը սկզբում սուլթանական, այնուհետև երիտ թուրքերը, իսկ արդեն 19 թվականից հետո քեմալականները ծրագրել էին եւ իրականացնում էին Օսմանյան Թուրքիայում բնիկ ժողովուրդների, բնիկ քրիստոնյա ժողովուրդների, հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանություն։ Եվ այն, որ Պոնտոսի եւ Էգեյան հույների, փոքրասիական հույների ցեղասպանությունը դա հայոց ցեղասպանության տրամաբանական շարունակությունն էր, փաստում էր հենց ոճրագործը Էնվեր Փաշան, ով 15 թվականին նշեց, որ ինքը հույների խնդիրը կլուծի նույն այն ձև, ինչպես լուծեց հայերի խնդիրը, բռնի տեղահանելով եւ ցեղասպանելով։ Դժբախտաբար 21-րդ դարում մենք ականատես ենք լինում Թուրքիա եւ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության։ Դրա վառ ապացույցն է Արցախում հայ, բնիկ, ազգի, ժողովրդի էթնիկ զտումը, բռնի տեղահանումը։ Սա ոչ այլ ինչ է, քան օսմանաթուրքական, պանթուրքիստական, քեմալիստական, հակաքրիստոնեական քաղաքականության, ցեղասպան քաղաքականության տրամաբանական շարունակություն։ Ես որպես հույն եւ հայ ժողովուրդների զավակ, ինչպես ապրիլ 24-ին, այնպես էլ մայիս 19-ին ոգեկոչում եմ ոչ միայն մեր նահատակների հիշատակը, այլ գալիս եմ այստեղ արձանագրելու, որ ցեղասպանությունից հետո, խաչելությունից հետո վերածնունդ է լինում, հարություն է լինում եւ հարություն լինելու է եւ Պոնտոսի հարություն եւ Արցախի հարություն։